Բարև ձեզ, եթերում թեթև զրույց պոդքասթն է։ Այսօր խոսելու ենք շատ կարևոր թեմաներից մեկի մասին՝ ինչու են երեխաները ուշ խոսում եւ ինչ անել այդ դեպքում։ Ողջույն սիրելի հետևորդներ, մեզ հետ է այսօր մանկական լոգոպեդ Մադլեն Մինասյանը։ Մենք այսօր խոսելու ենք հասկանալու համար, թե նախ խոսքի խանգարումների պատճառները որոնք են եւ իհարկե ինչ լուծումներ կան դրա համար։ Ողջույն Մադլեն ջան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Մադլեն ջան, կարող ենք սկսել այն ամենակարևոր հիմնական թեմաներից մեկից, թե ինչ փուլերով է զարգանում երեխայի խոսքը։ Նախ շնորհակալություն հրավերի համար, շատ ուրախ եմ, որ այսպիսի կարևոր թեմայի եք անդրադառնում։ Երեխայի խոսքը անցնում է մի քանի փուլ։ Սկզբում, երբ որ երեխան ծնվում է, առաջին փուլը անվանում են ճիչ, հետո գղգղանք, այսինքն 3-ից մինչև 5-6 ամսականը երեխան սկսում է գղգղալ։ Դուք էլ լսած կլինեք հաճախ, երբ երեխաները ասում են ագու, աղու, դրանք կոչվում են գղգղանքներ եւ դրա միջոցով երեխան արձագանքում է մեծահասակների ազդակներին, ձայներին, խոսքերին։ Դրանից հետո արդեն 5-ից 6, 6-ից 7 ամսականում սկսվում է թոթովանքի փուլը եւ այդ հնչյունակապակցությունները ավելի կայուն կառուցվածք են ունենում եւ դրանք ավելի են նմանվում մայրենի լեզվի հնչյուններին։ Դուք նկատած կլինեք, երբ երեխայի հետ զրուցում ենք, նա մեզ հետ կարելի է ասել ճակերտավոր ասած խոսում է։ Նա ասում է տարբեր հնչյուններ ու մեզ հետ այդ կերպ փորձում է հաղորդակցվել։ Այս փուլը անվանում ենք թոթովանքի փուլ։ Հաջորդում է կեղծ բառերի փուլը։ Ինչու ենք ասում կեղծ բառեր, որովհետև հաճախ երեխաները 8-ից մինչև 1 տարեկան հասակում կարող են ասել մամա կամ պապա, նայելով հայրիկին կարող են ասել մամա։ Դա բնավ կապ չունի, որ նրանք մայրիկին այսպես ասած ճակերտավոր ավելի շատ են սիրում։ Դա ուղղակի հնչյունակապակցություն է, որը որևէ բառ, իմաստ չի արտահայտում։ Դա ուղղակի այսպես ասած վանք է, երբ երեխան կարողանում է ավելի հեշտ արտահայտել, քան մյուս վանկերը։ Դրա համար հաճախ ծնողները ասում են՝ «Վայ, առաջինը ասեց մամա» կամ «Առաջինը ասեց պապա»։ Դրա հետ կապված անվանում ենք կեղծ բառերի փուլ։ Արդեն 1 տարեկանից 1.5 տարեկան հասակում առաջ են գալիս երեխայի առաջին բառերը։ Երեխան սկսում է զարգանալ, ակտիվանում է նրա ակտիվ բառապաշարը, հավաքում է այսպես ասած պասիվ բառապաշարի մի ամբողջ պարկուճ, հետո դրանք փորձում է ավելի ակտիվորեն կիրառել։ Արդեն 3 տարեկանում զարգանում է երեխայի կապակցված խոսքը։ Երեխան շփվում է կարճ նախադասություններով, խոսքը ավելի իրավիճակային է դառնում, պարունակում է ենթատեքստեր, կարողանում է հեքիաթներ հորինել, պատմություններ պատմել իր հետ օրվա կատարվածը եւ այլն։ Այդպես զարգանում է երեխայի խոսքը։ Մինչև 5-ից 6 տարեկան հասակում ամբողջապես կարելի ասել ձևավորվում է երեխայի հնչյունահնչյութային համակարգը։ Եթե մինչև 5 տարեկանը երեխայի որևէ հնչյուն չասելը կամ փոքր-ինչ այլ կերպ արտասանելը համարում ենք նորմալ, արդեն 5-6 տարեկանում կարելի ասել բոլոր հնչյունները ձևավորվում են եւ երեխան պետք է ունենա մայրենի լեզվին բնորոշ բոլոր հնչյունային համակարգին տիրապետելու ունակությունը։ Նաև շատ հաճախ նկատում ենք խոսքի թերզարգացում, սակայն ինչպես նշում են, ծնողների մեծ մասը չի հասկանում, որ դա իրականում հենց թերզարգացում է։ Ինչ խորհուրդ կտաք, ինչպես պետք է ծնողը հասկանա, որ երեխայի մոտ կան խնդիրներ եւ ինչպես պետք է արձագանքի այդ խնդիրներին։ Շատ հաճախ ծնողները ուշադրություն չեն դարձնում, երեխայի խոսքի զարգացմանը եւ մտածում են, որ երեխան կմեծանա կխոսի, որովհետեւ օրինակ իր հայրիկն էլ է ուշ խոսել կամ իր պապիկն էլ է ուշ խոսել, բայց կա այսպես ասած խոսքի օնտոգենեզ ասվածը, որոշակի նորմեր, որ որոշակի տարիքում երեխան կարողանալու է ասել որոշակի քանակությամբ բառեր, արտահայտություններ կամ բառակապակցություններ։ Սա այն կարևոր կետն է, որին պետք է ծնողները ուշադրություն դարձնեն, իրենց երեխայի ընդհանուր եւ հատկապես խոսքի զարգացմանը հետևելիս։ Դրա համար շատ կարևոր է, որ ծնողները հաճախ երեխայի հետ խաղան, ամենակարևորը խոսեն, ինչը մեր օրերում այդքան էլ տարածված չի, երեխաները հաճախ ուղղակի ամբողջ օր անցկացնում են գadgetների, էկրանների առջև եւ առօրյա կենթանի շփում չեն ունենում իրենց ծնողների հետ։ Սա շատ կարևոր, այսպես ասած, հանգամանք է, որ ծնողները շատ ծնված օրվանից խոսեն երեխայի հետ, ներկայացնեն իրավիճակը, զրուցեն, փորձեն ստանալ պատասխաններ, նկարագրեն որևէ երևույթ եւ այլն։
Իսկ ընդհանրապես գիտենք, որ շատ ենք նկատում, հիմնականում շատ վատ են արձագանքում, այսինքն վախ կա, որ ոնց իմ երեխան օրինակ լավ չի խոսում։ Ես նշեցի, որ ինչպես արձագանքեն իրենք, այդտեղ մի քիչ էլ խնդիրը ծնողի կողմից է, չէ՞։ Օրինակ ծնողներ կան շատ հեշտ են արձագանքում, բայց ըստ ձեզ դա ինքը խորքային բնույթի խնդիր է, թե օրինակ պետք է ավելի հանգիստ մոտեցում դրսևորել, հասկանալ, որ օրինակ մասնագետի պետք է դիմել։ Գիտենք, որ այդ մասնագետի դիմելու տենդենսը չկա։ Շատ դժվար են գնում իրոք բժշկի։ Բոլոր իրավիճակներում շատ կարևոր է, որ ծնողները տագնապային չլինեն եւ իրավիճակին մոտենան ավելի հանգիստ ձևով։ Ցանկացած իրավիճակում անհրաժեշտություն կա, երբ որ տեսնում ենք որևէ խնդիր, տեսնում ենք անհանգստանալու կարիք, պետք է դիմել մասնագետի, եւ չեմ ասի, որ ընդհանրապես պետք չէ անհանգստանալ եւ չեմ ասի նաեւ հակառակը, պետք է այդ ամենը անել, այսպես ասած, գիտակցության մակարդակում, եթե կա խնդիր, կարող ենք դիմել համապատասխան մասնագետի եւ համապատասխան ժամկետներում ստանալ աջակցություն եւ համարել օրինակ խնդիրը շտկված։ Սակայն տագնապայնությունը հավելյալ ազդում է թե երեխայի, թե ծնողի, թե ընդհանուր աշխատանքի ու աշխատանքների արդյունքների վրա։ Բայց նաև ես շատ եմ նկատել, որ փոխանակ երեխային օգնեն, ծնողները արդեն իրեն ոնց որ խանգարում են։ Օրինակ, երբ որ ես ուզում եմ իմ երեխան խոսի ճիշտ, պետք է ես նրա հետ ճիշտ խոսեմ։ Օրինակ, եթե ջուր է, ասեմ ջուր, ոչ թե հիմա ասում են, չէ, ջուրիկ, չգիտեմ, որ այլայլում են իրանք բառերը, դա ավելի վատ է անդրադառնում։ Ոնց պետք է աշխատեն ծնողները այդ դեպքում։ Միանշանակ, սա շատ տարածված երևույթ է մեր հասարակության շրջանում, ծնողները մտածում են, որ այդ կերպ ավելի քաղցր են խոսում բալիկի հետ, կամ այդ ձևով ավելի հեշտ երեխան իրենց կհասկանա, բայց սա տարածված սխալներից մեկն է։ Երեխայի հետ ծնված օրվանից պետք է խոսել, շփվել, հաղորդակցվել պարզ ու հստակ բառերով։ Ինչքան մենք այդպես փաղաքշական ենք դարձնում բառը, ինչքան նրբացնում ենք, դա երեխայի մոտ տպավորվում է ու երեխան մեծանալով հետագայում սկսում է հենց այդ նույն ձևով խոսել։ Ասենք դառնում է ինքը 6 տարեկան եւ պետք է խոսի ավելի հստակ բառերով, մաքուր, ինքը կարող է ջույք ասել ջրին։ Եվ այդպես մի շարք սխալներ կան տարածված, որոնք հաճախ ծնողները կիրառում են, որը բացասաբար է ազդում երեխայի խոսքի զարգացման վրա։ Ծնողը դիմում է մասնագետին եւ սկսվում է այդ վերականգնման կամ խոսքի զարգացման գործընթացը։ Կարող եք ներկայացնել ընդհանրապես քայլերով, օրինակ, երբ որ դիմում է միշտ կա, չէ, այդ անորոշությունը, դու չգիտես գնում ես բժշկի, բայց ինչ հետագա զարգացում կունենա։ Ինչպես է ընդհանրապես այդ զարգացման փուլը ընթանում եւ մեր մոտ միշտ կա այսպիսի մի տենդենս, եթե դիմում ես որևէ մասնագետի, ողջ կյանքը պետք է այդ մասնագետի հետ անցկացնես, արդյոք կա նման բան, թե սա իրականում կա մի փուլ, երբ որ լիովին երեխայի մոտ խոսքի զարգացումը կարելի ասես ձևավորվում է։ Ցանկացած իրավիճակում չենք կիրառում բուժում տերմինը։ Մենք, քանի որ բժիշկներ չենք, մենք, այսպես ասած, մասնագետներ ենք հարբժշկական եւ մենք անվանում ենք շտկում, այսպես ասած արտահայտությունը։ Մենք խոսքային խնդիրը օգնում ենք երեխային հաղթահարել, շտկել։ Եվ այս պարագայում, երբ որ ծնողը դիմում է մասնագետին, արդեն կախված խոսքային խնդրի ծանրության աստիճանից ժամկետները շտկման արդյունքների տարբեր են։ Եթե թեթև խնդիր է երեխայի մոտ, բնականաբար ավելի կարճ է տևում այդ գործընթացը, եթե ավելի խորքային է խնդիրը, բնականաբար ավելի երկար, անգամ ամիսներ կամ տարիներ կարող են շարունակվել։ Երբ որ ծնողը դիմում է մասնագետին, առաջին փուլը դա հետազոտությունն է։ Մասնագետը հետազոտում է երեխայի, այսպես ասած, արտաբերական ապարատը, կառուցված արտաբերական օրգանների ընդհանուր զարգացածությունն է հետազոտում երեխայի, խոսքի մակարդակն է փորձում գնահատել եւ այլն։ Այդ կերպով փորձում է ախտորոշել երեխայի մոտ այդ պահին ինչպիսի խոսքային խնդիր է կամ արդյոք կա խոսքային խնդիր, թե ոչ։ Եթե կա խոսքային խնդիր, ապա անհրաժեշտ է, այսպես ասած, կատարել համապատասխան գործողություններ խոսքային խնդիրը շտկելու համար։ Եթե չկա, արդեն չենք իրականացնում որևէ գործընթաց։ Իսկ ձեզ միայն երեխաների համար են դիմում, այսինքն կան չէ մեծահասակներ երևի որ խոսքի խնդիր ունեն, չգիտեմ, հնչյունների արտասանումը, հիմնականում ռտարի հետ է չէ կապված ինձ թվում է, այդ ասում են ինչ որ լեզվական խնդիր է, լինում է որ մեծահասակների էլ եք օգնում։ Այո, շատ տարածված այսպես ասած միֆ է, երբ որ լոգոպեդը աշխատում է միայն երեխաների հետ, բայց լոգոպեդը աշխատում է նաև մեծահասակների հետ։ Այո, կան բազում մեծահասակ, մարդիկ, ովքեր
կարելի է ասել չափահաս տարիքի են, բայց օրինակ հնչյունը չեն կարողանում արտասանել, որովհետև փոքրուց աշխատանք չի տարվել այդ հնչյունի ուղղությամբ, այս շտկման ուղղությամբ, եւ այս պարագայում լոգոպեդը նույնպես աջակցություն է ցուցաբերում նման մարդկանց։ Եղել են ընդհանրապես դեպքեր, երբ որ նման խնդիր ունեցող անձիկ բախվել են թեկուզ ծաղրանքի, որտեղ գիտենք հիմնականում նաև դպրոցներում շատ է ընթանում այդ գործընթացը, ինչ կարող եք նաև ասել սրա վերաբերյալ։ Ցավոք սրտի մեր իրականությունում, երբ որ անհատը իր խոսքով, բնույթով, հոգեվիճակով մի քիչ մեզնից տարբերվում է, հաճախ կա տենդենց նման մարդուն դարձնել ծաղրի առարկա ու հատկապես դա տարածված է երեխաների շրջանում, ովքեր կարող են հեգնել, ծաղրել, «Ոյ դու այսինչ հնչյունը սխալ ես արտասանում» կամ կրկնել այնպես, ինչպես երեխան է ասում, սա կարելի ասել բուլինգի դրսևորման մի ձև է, եւ այո, երեխաները կարող են ենթարկվել սկսած մանկապարտեզի տարիքից։ Դրա համար շատ կարեւոր է, որ այդ փուլին, չհասնելու համար ծնողները ավելի շուտ դիմեն մասնագետի ու ստանան համապատասխան աջակցություն։ Ես շատ ու շատ մարդկանց եմ ճանաչում, որ այո, նման, այսպես ասած, վատ իրավիճակներում են հայտնվել, որից հետո նոր որոշել են, որ կարելի է դիմել մասնագետի։ Իսկ նման դեպքերում դուք նաև հոգեբանական ինչ-որ չգիտեմ, մեթոդներ պետքա չէ կիրառեք, երևի որ երեխայի հետ բացվեք եւ այլն։ Այդ դժվարությունների մասին մի քիչ կխոսեք։ Այո, հատկապես երբ երեխան ծաղրանքի է ենթարկվում իր միջավայրում, դա կլինի մանկապարտեզ թե դպրոց, հաճախ առաջ է գալի չխոսելու ցանկությունը։ Երեխան նախընտրում է չխոսել, քան խոսել սխալ եւ ենթարկվել, այսպես ասած, ծաղրի։ Դրա համար երեխայի հետ փորձում ենք այնպիսի մոտեցումներ, օգտագործել, որ ինքը մաքսիմալ ազատ զգա մեզ հետ, հասկանա, որ դա ծիծաղելու առիթ չէ, որ չպետք է ուշադրություն դարձնի նման իրավիճակներին, կամ պետք է ինքը այնքան կենտրոնանա, որ կարողանա սովորել, կարողանա ճիշտ արտասանել տվյալ հնչյունը եւ խնդիրը համարենք հաղթահարած, այսպես ասած, փորձում ենք երեխաների կամքի ուժը բարձրացնել, նրանց ինքնավստահություն տալ, այ դու անպայման կարող ես, չկա անհաղթահարելի բան եւ այլն, այնպես ենք անում, որ երեխան ուշադրությունը ավելի շատ կենտրոնացնի իր վրա, քան տվյալ իրավիճակի, որտեղ ինքը հաճախ հայտնվում է։ Նաև մի այսպիսի միշտ հարց կա տարածված, որտեղից է գալիս խոսքի խանգարման արմատները, դա արդյոք գենետիկորեն է անձը ձեռք բերում, թե իր կյանքի ընթացքում հնարավոր է, որ յուրաքանչյուր անձ բախվի այդ խնդրին։ Մեկ է մի հարց հավելեմ դրան զուգահեռ, ասում են, որ օրինակ, երբ որ երեխաները չեն խոսում այդ փոքր տարիքից, նշեց այդ գենետիկան եւ այլն, նաև ասում են, որ, չգիտեմ, կասկածում են, որ երեխան ունի աուտիզմ, ունի ինչ-որ այլ հիվանդություններ, ամեն ինչի վրա շեշտը դնում են, բացի որ այդ երեխան ուղղակի խոսքի խնդիր ունի ու պետք զարգացնել դա։ Ինչի է դա կապված։ Պատճառները կարող են տարբեր լինել, պատճառները կարող են լինել ինչպես միջավայրային, այնպես էլ ինչպես նշեցիք, այո, կարող են պայմանավորված լինել ժառանգական գործերով։ Պատճառներից կարևոր է նաև հղի, ծնողի նախածննդյան եւ ողջ հղիության ընթացքը, որովհետեւ դա շատ ուղիղ կապ ունի ինչպես երեխայի ընդհանուր զարգացման, այլ նաեւ խոսքի զարգացման վրա։ Սոցիալական պատճառներից է երեխայի խոսքային միջավայրը, եթե երեխան ոչ առողջ խոսքային միջավայրում է, դա բնականաբար բացասաբար կազդի երեխայի խոսքի հետագա զարգացման վրա, ու նաեւ շատ կարեւոր հանգամանք է ժառանգական գործոնը, որովհետեւ ինչպես գիտենք, մի շարք, այսպես ասած, գործոններ ժառանգում ենք մեր ծնողներից եւ դրանք նույնպես կարող են ժառանգաբար փոխանցվել ծնողից երեխային։ Շատ կարևոր է, որ չտրվենք միֆերին, որովհետև հասարակությունում շատ արագ են տարածվում ցանկացած միֆեր ու պատճառները փնտրել մասնագետի մոտ այցելությամբ, որովհետև կան մասնագետներ կամ բժիշկներ, ովքեր հստակ կարող են ասել պատճառը ինչից է։ Աուտիզմը առանձին, այսպես ասած, համախտանիշ է, խոսքային խանգարումը դրան բնորոշ է։ Եթե երեխան ունենում է աուտիզմ, այո, դա կարող է պատճառ հանդիսանալ խոսքային խանգարման, որովհետև աուտիզմ ունենալը, իր բացասական ազդեցությունը թողնում է երեխայի խոսքի զարգացման վրա, բայց ուղղակի օդից վերցնել ու ասել պատճառը դա բնականաբար չենք կարող առանց մասնագետի մոտ խորհրդատվության անցնելու։ Նաև ինչ խորհուրդ կտաք ծնողներին, ինչպես պետք է վարվեն տանը, այսինքն միայն չսահմանափակվեն մասնագետի այցելությամբ, նաև հասկանան, որ իրենք էլ որոշակի դեր ունեն վերականգնման փուլում։
Ցանկացած արդյունքի հասնելու համար շատ կարևոր է համագործակցությունը, մասնագետ ծնող կապը, ինչու՞ չէ նաև դպրոց ընտանիք կապը, այսպես ասած, կարևոր է որ ծնողը միշտ հետևի մասնագետի, կլինի լոգոպեդ, հոգեբան իր խորհուրդներին, որովհետև ինչ արվում է պարապմունքի ընթացքում դա շատ քիչ է։ Շատ կարևոր է որ լսել մասնագետի խորհուրդները ու դա կատարել նաև տանը, որովհետև ինչքան նույն աշխատանքը անենք երեխայի հետ, այդքան ավելի արագ կհասնենք ցանկալի արդյունքի։ Մենք չենք կարող ամբողջը թողնել ուղղակի մասնագետի վրա ու ասել ինչպես ուզում ես հաղթահարի, հա, խնդիրը։ Կարևոր է որ նաև ինքը ընտանիքում տեսնի այդ աջակցությունը, տեսնի ինչպես է մայրիկ օրինակ նստում իր կողքը եւ անում այդ վարժությունները, որ ինքը կարողանա տվյալ հնչյունը ավելի հեշտ կամ ճիշտ կարողանա արտաբերել։ Այս պարագայում շատ կարևոր է, եթե ուզում ենք ավելի արագ, ավելի արդյունավետ գործել, կարևոր է որ մայրիկները միշտ համագործակցեն մասնագետների հետ եւ իրենց երեխաների հետ զբաղվեն, հա, ճակերտավոր ասած զբաղվեն, այսինքն օգտակար խաղեր խաղան, կատարեն այն առաջադրանքները, որ տալիս է մասնագետը, նոր բացահայտումներ անեն երեխայի հետ, փորձել բացահայտել նորը, այ ինչն է սիրում երեխան, ինչը կհետաքրքրի, ինչը կմոտիվացնի նրան, սրանք այսպես ասած մի ամբողջական համակարգ է, մասնագետ ծնող երեխա, որ պետք է պահել, հա, ցանկացած արդյունքի հասնելու համար։ Եվ եզրափակող հա մի հարցել նաև ծնողները շատ հաճախ ձեր նշած զարգացման խաղերը եւ այլն աշխատանքները չեն անում ու որոշում են ձեր նշած հենց այդ գadgetների միջոցով դա լրացնել ու նաև ասում են որ եթե նայում է երեխան մուլտֆիլմ, եթե հայերեն է ոչինչ, եթե ռուսերեն է անգլերեն է, այդտեղ խնդիր կա։ Հա, պարզա որ օտար լեզվով ավելի է բարդացնում այդ շփման գործընթացը, բայց արդյոք կարելի է մուլտֆիլմեր միացնել երեխաների համար ու երբվանից է կարելի որ երեխաների համար դրանք լինեն օգնող գործիքներ, այլ ոչ թե խանգարեն խոսքին։ Մուլտֆիլմը ինքնին շատ լավ բան է, եթե դա լավն է, հայերեն է, հատկապես երեխաների համար եւ ունի դաստիարակչական նշանակություն։ Բայց հաճախ, ինչպես գիտենք, երեխաները չեն սիրում նայել օգտակար մուլտֆիլմեր, նախընտրում են ավելի ագրեսիվ, ավելի էմոցիոնալ տեսանյութեր դիտել ու հաճախ երեխաները գadgetներով կամ ցանկացած հեռախոսներով չեն նայում միայն մուլտֆիլմեր։ Ցավը սրանում է։ Հաճախ նայում են տեսանյութեր, խաղում են խաղեր եւ այլն։ Երբ որ երեխան ունենում է էկրանային կախվածություն, նա միանշանակ չի ուզում հաղորդակցվել։ Իսկ երբ չի ուզում հաղորդակցվել, բնականաբար դա անդրադառնում է նրա խոսքի հետագա զարգացման վրա։ Եթե երեխայի հետ այսպես ասած միակողմանի է, հա, շփումը, ինքը միայն լսում է, բայց չի պատասխանում, հա, ինքը չի խոսում, որ իր խոսքն էլ զարգանա։ Այս պարագայում դա բացասաբար է ազդում։ Դրա համար շատ կարևոր է, եթե երեխաները նայում են մուլտֆիլմեր, գոնե նայեն հայերեն լեզվով, որովհետև օտար լեզու մուլտֆիլմները իրենց էլի բացասական ազդեցությունն են ունենում։ Երեխաները սկսում են հայրենի, հա, մայրենի լեզվի, այսպես ասած, բնորոշ տարերը չյուրացրած, նրանք սկսում են օգտագործել ռուսալեզու կամ անգլալեզու բառեր ու արտահայտություններ։ Հաճախ ծնողները կարող են ուրախանալ եւ ուրախանում են, որ իրենց երեխան օրինակ 2 տարեկան է, 3 տարեկան է, ինչ շատ լավ խոսում է անգլերեն, բայց սա իրականում ուրախանալու առիթ չէ, որովհետեւ երեխան պետք է տիրապետի օտար լեզվին եւ որ ինքը իր մայրենի լեզվի, այսպես ասած, համակարգի բոլոր, այսպես ասած, տարերը կյուրացնի եւ գոնե նվազագույն ձևով այդ համակարգը ձևավորված եւ զարգացած կլինի։ Այսինքն գոնե, երբ որ երեխան ունենում է կապակցված խոսք, լիարժեք հաղորդակցվում է ընտանիքի անդամների հետ, մեծահասակների հետ, խաղում է իր հասակակիցների հետ, այս պարագայում որևէ վտանգավոր, հա, այսպես ասած, ազդեցություն չի թողնի, բայց երբ երեխան դեռ չի յուրացրել, հա, խոսքի զարգացման այդ փուլերը չի անցել, տվյալ հմտությունները ձեռք չի բերել, հեռուստացույցը, հեռախոսները ուղղակի բացասաբար են ազդում եւ կարող են չարիք հանդիսանալ երեխայի խոսքի հետագա զարգացման համար։ Իսկ քանի տարեկանից կարելի է օրինակ նրանց թույլ տալ, որ նայեն մուլտֆիլմեր։ Դա կախված է երեխայի խոսքի զարգացումից։ Կրկնում եմ, եթե երեխայի խոսքում արդեն ձևավորվել են այն հմտությունները, որ նա խոսում է, լիարժեք խոսում է, հաղորդակցվում է, կարողանում է պատմել, պատասխանել հարցերին, շփվել իր հասակակիցների հետ, հենց այդ տարիքից էլ կարելի է դիտել նաև մուլտֆիլմեր։
Դե ինչ Մադլեն ջան, շնորհակալ ենք նման հետաքրքիր զրույցի համար, վստահ եմ նաև մեր հետևորդների համար սա շատ օգտակար զրույց էր եւ հաստատ բավականին մեծ դասեր կքաղեն։ Այո, շնորհակալություն շատ Մադլեն ջան, հիշեցնենք, որ մեր հյուրը լոգոպեդ Մադլեն Մինասյանն էր։ Դե ինչ սիրելի հետևորդներ, հիշեցնենք, որ եթերում թեթև զրույց ոդկասթներ, կհանդիպենք հաջորդ թողարկմանը, մնացեք մեզ հետ։